Iran struck all their neighbors, reportedly also struck Azerbaijan. I don't think that Azerbaijan's priority for Iran, the first priority is government structure to make it continuously stable because they have lost most of leaders. There's concerns that Azerbaijan could be one of the places that troops could amass and enter Iran. Attacking Azerbaijan, Iran will get enemy like Turkey, and it will be ground war, long-term war with much more bloody. Region needs peace. Narek, absolute pleasure to meet you, to speak to you, to be here. Նարեկ, շատ հաճելի է ձեզ հանդիպելը։ Ձեզ հետ խոսելը, այստեղ Հայաստանում լինելը։ Եվ ուղղակի ուզում եմ լսարանին մի փոքր ընդհանուր պատկերացում տալ Հայաստանի մասին։ Սա մի երկիր է, որի մասին շատ չեն խոսում, բայց գիտեք, որ ունեցել է դառը պատմություն, ցեղասպանության հետ կապված։ Բայց սա մի երկիր է, որն աշխարհաքաղաքական առումով շատ կարևոր է։ Իրանը հենց սահմանին է, որտեղ պատերազմներ են ընթանում։ Ադրբեջանը մյուս սահմանին է, որի հետ դուք երկար տարիներ պատերազմել եք։ Թուրքիան մյուս սահմանին է, Ռուսաստանը հյուսիսում։ Այնպես որ դուք եւ ակնհայտորեն Թրամփը միջնորդեց խաղաղության գործարքը տարածաշրջանում, որի մասին մենք նույնպես կխոսենք։ Այսպիսով Հայաստանը շատ կարևոր երկիր է եւ ձեր քաղաքականությունը նույնպես հետաքրքիր է, բայց նաեւ շատ մտահոգիչ, որի մասին մենք կխոսենք։ Քանի որ կա պայքար ազատության, պահպանողական արժեքների եւ եթե թույլ կտաք, կարող եմ այն կոչել որպես էլիտաներ կամ Բրյուսել։ Այդպես եմ ես դա տեսնում։ Եվ ես կցանկանայի իմանալ ձեր կարծիքը։ Բայց Նարեկ, թույլ տվեք սկսել մի հարցով, թե ինչու Հայաստանը աշխարհաքաղաքական այդքան մեծ նշանակություն ունի։ Let me start by asking you a question about why is Armenia so geopolitically important in the world? Thank you very much, Mario, for giving me such an opportunity. Շատ շնորհակալ եմ Մարիո, ինձ այս հնարավորությունը տալու համար։ Մեր երկիրը աշխարհի հնագույն երկրներից մեկն է, որի մասին փաստագրված գրանցումները եւ հիշատակումները սկսվում են 25 դար առաջ, 2500 տարի առաջ։ About our country is starting like 25 centuries ago, from 25 centuries, like 2500 years. Եվ մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որը բուֆեր է այս երեք մեծ տերությունների միջև։ Հարավային Կովկասը բուֆեր է Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի Դաշնության միջև։ Եվ այս պատճառով է, որ այն կարևոր է, քանի որ Հայաստանը Չինաստանից դեպի Եվրոպա ամենակարճ ճանապարհն է ցամաքով։ Կամ խուսափելով հարավային եւ հյուսիսային լոգիստիկ ուղիներից, որոնք այժմ վտանգված են պատերազմի պատճառով։ Or avoiding the south and north logistic trips. Logistic ways that are under danger now, under war now. Այդպիսով լոգիստիկ առումով Հայաստանը շատ կարևոր է կարճաժամկետ լոգիստիկ ուղի ստեղծելու համար Չինաստանից դեպի Եվրոպա եւ Եվրոպայից դեպի Չինաստան։ Սա առաջին գործոնն է։ From China to Europe and from Europe to China, the first thing. The second thing. Երկրորդ գործոնը Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի եւ Իրանի միջև հավասարակշռող բուֆեր լինելն է։ Եվ այդ պատճառով այն կարևոր տարածք է այս երկու աշխարհաքաղաքական խնդիրների համար։ For these two geopolitical issues. Եվ դուք նաև ունեք Եմեն։ Եմեն փորձում է ավելի մեծ ազդեցություն ունենալ այստեղ։ Կարծում եմ ներկայիս վարչապետը փորձում է ավելի շատ հակվել դեպի Եվրոպա։ Այնպես որ կան այս բոլոր տարբեր տերությունները, որոնք փորձում են հենակետ ձեռք բերել այստեղ, ինչպես նաև ԱՄՆ-ն։ Մենք ասացինք, որ Թրամփը միջնորդում էր մի գործարք, որը ներառում է բազմաթիվ բիզնես գործարքներ, որոնք մենք կքննարկենք։ Ես չեմ նախանձում ձեզ այն դիրքում, որում գտնվում եք։ Շատ ռազմավարական նշանակություն ունի, բայց եկեք խոսենք այն մասին, թե ինչ է կատարվում հարավում։ Եվ դա պատերազմն է Իրանում։ Իրանը հարվածել է իր բոլոր հարևաններին, ըստ տեղեկությունների նաև Ադրբեջանին։ Ես ուզում եմ իմանալ ձեր կարծիքը, թե արդյոք դա ճիշտ է։ Կարծում եք Իրանը հարվածել է Ադրբեջանին։ We got some information about this. We got video. We know that there are some videos. Մենք ստացել ենք որոշ տեղեկություններ այս մասին։ Մենք ունենք տեսանյութեր։ Մենք գիտենք, որ կան որոշ տեսանյութեր, եւ մենք կարծում ենք, որ դա կհանգեցնի ավելի ու ավելի մեծ լարվածության երկու երկրների միջև։ Բայց մենք հուսով ենք, որ նրանց միջև խաղաղություն կլինի, քանի որ այս տարածաշրջանում խաղաղությունը այլընտրանք չունի։ Նույնիսկ եթե մենք Ադրբեջանի հետ վատ պատմություն ունենք, մենք ուզում ենք, որ նրանք խաղաղության մեջ լինեն Իրանի, մեզ եւ հարևանների հետ։
Բայց դուք ասացիք, որ տեղեկություն ունեք։ Ինչ տեսակի տեղեկություն։ Տեղեկություն, որ Իրանն իրականում հարձակվել է Ադրբեջանի վրա, թե որոշ մարդիկ ասում են, որ դա կեղծ դրոշի հարձակում է, քանի որ Իրանը Ադրբեջանի վրա հարձակվելու դրդապատճառ չունի։ I don't think that now Azerbaijan's direction is priority for Iran. Now the first priority is to Ես չեմ կարծում, որ այժմ Ադրբեջանի ուղղությունը Իրանի համար առաջնահերթություն է։ Այժմ առաջին առաջնահերթությունը կառավարության կառուցվածքի կայունությունը պահպանելն է, որպեսզի այն շարունակաբար կայուն լինի, քանի որ նրանք կորցրել են երկրի ղեկավարների մեծ մասին եւ ամեն օր նրանք կորցնում են նրանց։ Այդ պատճառով Իրանի համար առաջնահերթությունը երկրի կառուցվածքը պահպանելն է, որպեսզի երկիրը չփլուզվի։ To not let the country Դուք խոսում եք Իրանի մասին, ռեժիմի, վերադառնալով Ադրբեջանին, այնպես որ կա եւ ես գիտեմ, որ դա ձեր հարևանն է, եւ դուք իսկապես դառը պատմություն ունեք Ադրբեջանի հետ, որի մասին մենք կխոսենք, բայց առաջին հերթին Իսրայելը մեծ ազդեցություն եւ գործարքներ ունի Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը շատ նավթ է արտահանում Իսրայել, ուստի Իսրայելը էներգիայի առումով կախված է Ադրբեջանից, իսկ Ադրբեջանը զենքի եւ տեխնոլոգիաների առումով կախված է Իսրայելից, ինչը մեծ դեր է խաղացել Ադրբեջանի հետ ձեր պատերազմում, որի մասին մենք կխոսենք։ Այնպես որ սա մեկ պատճառ է, թե ինչու Իրանը կարող է հարվածել Ադրբեջանին որպես նախազգուշացում, որպեսզի նրանք չներգրավեն կամ չշարունակեն աջակցել Իսրայելին։ Եվ սա իմ ենթադրությունն է, ես ուզում եմ իմանալ ձեր կարծիքը, քանի որ դուք ակնհայտորեն ավելի շատ տեղեկություններ ունեք, քան ես։ Եվ մյուսը, որ մի փոքր ավելի ծայրահեղ ենթադրություն է, բայց կարևոր է, այն է, որ եթե Իրանի լիամասշտաբ ցամաքային ներխուժում լինի, ես չեմ կարծում, որ դա այդպես է, բայց երբեք չգիտեք, թե ինչ կլինի այս օրերին։ Կան մտավախություններ, որ Ադրբեջանը կարող է լինել այն վայրերից մեկը, որտեղ զորքերը կարող են կուտակվել եւ մուտք գործել Իրան։ Այնպես որ Իրանը կարող է նախազգուշացնել Ադրբեջանին, որ թույլ չտա ԱՄՆ զորքերին կամ օտարերկրյա զորքերին լինել իր տարածքում։ Որոնք են ձեր կարծիքները այս երկու տեսությունների վերաբերյալ, եւ արդյոք կարծում եք, որ դրանցից մեկը Իրանի Ադրբեջանին հարվածելու պատճառն է։ Today's war that Iran is facing and all the region is facing. Այսօրվա պատերազմը, որին բախվում է Իրանը եւ ամբողջ տարածաշրջանը, ցամաքային պատերազմ չէ։ Դա հիմնականում օդային հարձակումներ են եւ այլն։ Բայց Ադրբեջանի վրա հարձակվելով Իրանը կստանա Ադրբեջանի նման թշնամի կամ Ադրբեջանի նման հակառակորդ, Ադրբեջանի դաշնակից Թուրքիայի նման հակառակորդ եւ պատերազմը կընթանա այլ ճանապարհով, այն կընթանա ավելի ավանդական ձևով։ An ally of Azerbaijan, Turkey, and the war will go another way. Will go more in traditional way it will be. Այսինքն ավելի շատ զորքեր։ Այո, ավելի շատ զորքեր եւ ավելի շատ ցամաքային ուժեր։ Եթե Իրանը ներգրավվի Ադրբեջանին, ապա Իրանը կարող է բախվել պատերազմի նոր տեսակի, որը ներառում է զորքեր։ Yes, I am sure Iran will not do. Այո, ես վստահ եմ, որ Իրանը դա չի անի։ Իրանը կպահպանի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ դա չի անի, նույնիսկ եթե որոշ խնդիրներ լինեն, բայց ոչ մի ռազմական զորք չի լինի այլ երկրում, քանի որ Ադրբեջանն ունի Թուրքիայի նման դաշնակից եւ դա կլինի ցամաքային պատերազմ, երկարատև պատերազմ, շատ ավելի արունալի։ Որպեսզի հասկանանք, ես ուզում եմ ցույց տալ այն տարբերությունը, որ Իրանի պատերազմը եւ Իրանի համակարգի փլուզումը ինչ հետևանք կարող են ունենալ այս ամբողջ տարածաշրջանի համար։ I want to show the difference that Iran war and the collapse of Iran system can bring to all of this region. Iran has 90 million. Իրանն ունի 90 միլիոն բնակչություն, այն 4 անգամ մեծ է Սիրիայից։ Իրանն ավելի շատ կրոնական բնակչություն ունի, քան Սիրիան ուներ։ Սիրիան մի փոքր աշխարհիկ երկիր էր, երբ պատերազմը սկսվեց այնտեղ։ Իրանն ունի ավելի շատ էթնիկ փոքրամասնություններ, քան Սիրիան, եւ 4 անգամ ավելի մեծ բնակչություն՝ 90 միլիոն մարդ։ Եվ եթե անկայունություն լինի այնտեղ, երկարատև պատերազմ լինի, դա կազդի մեր ամբողջ տարածաշրջանի վրա։ Ողջ Եվրասիական տարածաշրջանը կբախվի անվերահսկելի այս միգրացիայի, աղքատության եւ մատակարարման շղթաների խափանման սպառնալիքին։ Դա մեծ վնաս կհասցնի Կենտրոնական Ասիային, Հարավային Կովկասին, Մերձավոր Արևելքին։ All of Eurasian region will face this threat of uncontrolled migration, poverty, and Separatist groups as well. Yes, supply chains interruption. It will bring a big damage to Central Asia, to South Caucasus, to Middle East. Who benefits? Ով է շահում։ Ես կարծում եմ ոչ ոք, Որովհետև տարածաշրջանից բացի կարծես ոչ ոք։ Ենթադրում եմ Իսրայելին ձեռնտու կլիներ ավելի թույլ Իրան ունենալը։ Because
Ես վստահ չեմ, քանի որ այժմ Իրանի համակարգը բանակցելի է, բայց ապագայում, երբ ռիսկ կլինի անբանակցելի փոքր խմբերի դեպքում, դա հսկայական խնդիր կառաջացնի ցանկացած դերակատարի համար։ Դա Սիրիան չէ, սիրիական ճգնաժամը մենք տեսնում ենք, որ Եվրոպական միությունում շատ ճգնաժամեր առաջացրեց։ Միգրացիայի ճգնաժամը, այլ ճգնաժամեր, որոնք բխել են սիրիական ճգնաժամից եւ ազդեցություն են ունեցել։ We see that in European Union there were many the crisis of migration, the other crises that affects and that came from Syrian crisis. Iranian case will be worse. Իրանական դեպքը ավելի վատ կլինի։ Այդ պատճառով տարածաշրջանին խաղաղություն է պետք։ Այդ պատճառով տարածաշրջանին դիվանագիտություն է պետք։ Ինչու եք կարծում, որ մենք խաղաղություն չունենք։ Ինչու եք կարծում, որ մենք խոսում ենք գետնի վրա զորքերի մասին։ Ո՞րն է այս ամենի պատճառը։ Ես կարծում եմ ակնհայտորեն կամ մեկ փաստարկ, որ Իսրայելն է պատճառը, որ նրանք ԱՄՆ-ին քաշեցին այս պատերազմի մեջ։ Ես նաև տեսնում եմ այն ռազմավարական արժեքը, որի վրա ըստ Ռադֆորի ԱՄՆ-ն հույս է դնում չինական նավթի մատակարարումները խեղդելու համար։ Չինաստանի եւ ԱՄՆ-ի այդ մեծ մրցակցության շրջանակում, որի մեջ ինչպես գիտեմ Հայաստանը նույնպես հայտնվել է մեջտեղում։ The foundation of this war is one thing, the guarantees. Պատերազմի հիմքը այս պատերազմի մեկ բան է՝ անվտանգության երաշխիքները Իրանի համար եւ անվտանգության երաշխիքները Իսրայելի համար։ Երկու երկրներն էլ երաշխիքի կարիք ունեն։ Իրանին երաշխիք է պետք։ Իրանի էլիտան տեսնում է, որ իրենք այդ զենքերի կարիքն ունեն ստեղծելու, կամ նրանք դա իրականում չեն ասում, բայց նրանք աշխատում են դրա վրա, քանի որ նրանք որոշակի երաշխիքների կարիք ունեն իրենց ապագայի համար։ Because they need some guarantees. Դուք նկատի ունեք միջուկային զենքերը որպես զսպող միջոց ցանկացած հարձակման դեմ։ Needs guarantees for this guarantee that has Iran. Այո, Իսրայելին երաշխիքներ են պետք այս երաշխիքի համար, որն ունի Իրանը։ Ահա թե ինչու միակ ճանապարհը չգնալ արնահեղության, չդարձնել այս տարածաշրջանը մեծ խառնաշփոթի։ Ինչպես հիշում եք, կենտրոնական Եվրոպայում 17-րդ դարում դա 30-ամյա պատերազմն էր։ Երբ պատերազմը 30 տարի էր, դա կրոնական պատերազմ էր, եւ այս պատերազմի վերջում բոլորը եկան եւ դիվանագիտությունը լուծեց խնդիրը Վեստֆալիայում։ Մենք դա անվանում ենք Վեստֆալյան աշխարհ։ Հիմա մեզ պետք է նոր Վեստֆալյան համաձայնագիր, բայց մինչև պատերազմը սկսի այրել ամբողջ տարածաշրջանը։ New Westphalian agreement, but before the war is starting to burn all over the region. Դառնալ ավելի տարածաշրջանային, քան հիմա է։ Դուք կարծում եք, որ դա նույնպես ռիսկ է։ Potential of Iran is very high. Իրանի ժողովրդագրական ներուժը շատ մեծ է, դա շատ վտանգավոր է։ Ինչպես կարող է դա տեղի ունենա։ Այսինքն դա արդեն տարածաշրջանային պատերազմ է։ Իրանը հարվածում է Պարսից ծոցին։ Իրանի մենք նոր խոսեցինք հնարավոր հարվածների մասին Ադրբեջանում եւ նույնիսկ Թուրքիայում։ Ենթադրյալ հրթիռները Թուրքիային։ Այսպիսով, եթե սա դառնա տարածաշրջանային պատերազմ, ով որ կողմն է ընտրելու։ Չինաստանը եւ Ռուսաստանը ակնհայտորեն կաջակցեն Իրանին, ԱՄՆ-ին թուլացնելու համար, որը կլինի Թուրքիայի դերը, եւ ես գիտեմ, որ մենք խոսում ենք վատագույն սցենարի մասին։ Մենք երկուսս էլ կցանկանայինք, որ դիվանագիտությունը հաղթի, եւ ես դիվանագիտության կողմնակից եմ։ Ես պացիֆիստ եմ։ Թուրքիան մեծ գերտերություն է, որի մասին մարդիկ բավարար չեն խոսում, որը մեծ ազդեցություն ունի տարածաշրջանում, ներառյալ ձեր հարևան Ադրբեջանը։ Դուք արյունալի պատմություն ունեք Թուրքիայի հետ նույնպես, եւ Թուրքիան մրցակցություն ունի Իսրայելի հետ, եւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Այսպիսով, ինչ կլիներ տարածաշրջանային պատերազմը, եթե այն սրվի եւ որը կլինի Թուրքիայի դերը սրանում։ If the war will continue, we will have a Persian Gulf logistic chain interrupt. Եթե պատերազմը շարունակվի, մենք կունենանք Պարսից ծոցի լոգիստիկ շղթայի ընդհատում։ Սուեզի լոգիստիկ շղթայի Բաբ էլ-Մանդեմի հատվածը կընդհատվի, որովհետև այնտեղ Եմենն ու եմենական շիաներն են, եւ մենք կունենանք Եվրասիայում մեկ տարածված լոգիստիկայի երկարաժամկետ ճգնաժամ։ Դա կազդի նավթի վրա, դա կազդի չինական առևտրի վրա, այն նույնիսկ կազդի չինական առևտրի վրա հարավային Կովկասով։ Even will affect the Chinese trade through South Caucasus if we don't solve the problem now. Եթե մենք հիմա չլուծենք խնդիրը, դա կբերի մեծ գնաճ այս տարածաշրջանների համար եւ աշխարհի համար նույնպես։ Այո, եւ դա կհանգեցնի համաշխարհային գնաճի։ Եվ աշխարհի համար նույնպես։ Երբ զարգացող շուկաների տնտեսությունները տուժեն, գները կբարձրանան, աղքատությունը կաճի, նավթը կթանկանա, նավթի գինը կբարձրանա։ Դա համաշխարհային տնտեսության համար հսկայական դեպրեսիա կլինի։ Higher the price of oil will be higher. It's a huge depression for the world economy.
Եվ դրա մեջ կներգրավեն նաև նոր ուժեր։ Դա չի լինի ուղղակի, այլ կլինի անուղղակի։ Դա կլինի անուղղակի ձևով։ Անուղղակի, այո, եւ դա այն ավելի արյունալի կդարձնի։ Ահա թե ինչու այս ամենից խուսափելու համար այս հակամարտության բոլոր մասերը պետք է սկսվեն հիմքից, անվտանգության երաշխիքներից։ All of parts of this conflict must start from foundation, from security guarantees. Եթե նրանք ունենան անվտանգության երաշխիքներ, եթե նրանք լուծեն խնդիրը անվտանգության երաշխիքներով, մենք կունենանք խաղաղություն։ Այժմ մենք կբախվենք երկարաժամկետ մի գործընթացի, որը վտանգի տակ կդնի իրանական պետական կառույցը, Իրանի կառավարության ամբողջ կառուցվածքը։ Երկարաժամկետ հարձակումներ կլինեն Իրանի պետական բուրգի վրա։ Եթե դա հաջողվի, Իրանը կկանգնի պետական ամբողջականության, այսինքն տարածքային ամբողջականության խնդրի առաջ։ Iran will face a problem of state integrity, the integrity of territory. It will face Այն կբախվի դուք կունենաք քրդական խումբը, քրդերը, ադրբեջանցիները, բելուջիները, լուրերը, ըստ էության կփնտրեն իրենց սեփական երկիրը, իրենց սեփական պետությունը եւ դա կհանգեցնի վատագույն սցենարի, որ Իրանի Բալկանոցումն է, որը սրտաճմլիկ կլինի, քանի որ դա կլինի նման այն ամենին, ինչ մենք տեսնում ենք Սիրիայում եւ Իրաքում։ My nation for our nation. Այո, եւ իմ ժողովրդի, մեր ժողովրդի համար, անկախ նրանից, թե այստեղ կամ այնտեղ ինչ քաղաքական համակարգեր են եղել, մենք նախ սկսել ենք կապ հաստատել իրանական ժողովրդի, իրանցիների հետ մոտ 2500 տարի առաջ։ Հայ ժողովրդի մասին առաջին վավերագրական տեղեկությունը վերաբերում է այն ժամանակին, երբ Իրանի արքա Կյուրոսը եկավ այստեղ եւ գործ ունեցավ հայոց թագավորի հետ։ Այսպիսով դուք շատ երկար պատմություն ունեք։ Այո, շատ երկար պատմություն եւ մենք ուզում ենք, որ նրանք խաղաղության մեջ լինեն հենց այս պատմության պատճառով։ Այս պատմության մեջ 95%-ը խաղաղություն է եղել, իսկ 5%-ը ոչ խաղաղություն։ Բայց մենք ունենք հսկայական պատմություն եւ իրանցի ժողովրդի հետ ունեցել ենք բարեկամական պատմություն։ Այդ պատճառով էլ մենք ուզում ենք աջակցել այս ամբողջ խաղաղությանը, բայց տեսնում ենք, որ գործընթացը գնալով ավելի ու ավելի վատ է դառնում։ Israel's role in all this though is really Այո, բայց այս ամբողջի մեջ Իսրայելի դերը իսկապես շատ բարդ է։ Եվ պատճառը, թե ինչու եմ խոսք բացում Իսրայելի մասին, այն է, որ դուք պատերազմ եք ունեցել, նույնիսկ մեկից ավելի պատերազմ, ձեր հարևան Ադրբեջանի հետ։ Եվ աշխարհը Հայաստանի մասին լսում է նորություններից, Ադրբեջանի հետ բախումների համատեքստում, ինչպես նաև Թրամփի այն հայտարարություններից, թե ինքը կարող է խաղաղություն հաստատել երկու երկրների միջև։ Նույնպես Պուտինը, որը պետք է լիներ Հայաստանի աջակիցը, այսինքն Ռուսաստանը, որը պիտի աջակցեր Հայաստանին, տարբեր պատճառներով դուրս մնաց այս պատերազմից եւ չկատարեց այն միջնորդի դերը, որը նախկինում խաղում էր։ Այսպիսով հիմա մենք ունենք մի իրականություն, որը թվում է, թե Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում տատանվում է։ Թուրքական ազդեցությունը կարծես լրացնում է այդ վակուումը, բայց ոչ հայկական, այլ ադրբեջանական կողմում։ Թրամփի գալով ԱՄՆ-ն էլ այժմ իր բաժինն ունի այստեղ տեղի ունեցող գործընթացներում։ Եվ ես կթողնեմ, որ դուք բացատրեք, թե ինչու է Թրամփը ներգրավված։ Եվ Իսրայելը նույնպես, որովհետև կապված է Ադրբեջանի նավթին։ Դրա համար ուզում եմ սկսել հենց Իսրայելից, նախքան մյուս ուժերին անցնելը։ Այս պահին որքանով մեծ դեր ունի Իսրայելը տարածաշրջանում։ Դա ձեզ մտահոգում է եւ ինչպես եք գնահատում Իսրայելի եւ Ադրբեջանի հարաբերությունները, որովհետև դա ռազմական առումով դեր խաղաց այն հարցում, որ Հայաստանը վերջին պատերազմում 2023 թվականին չկարողացավ հասնել այն արդյունքին, ինչին ձգտում էր եւ ինչի հույսն ուներ։ In the war recently in 2023. Israel has a big role of supplying Azerbaijan. Իսրայելը մեծ դեր ունի Ադրբեջանին զենք եւ տարբեր ռազմական սարքավորումներ մատակարարելու հարցում եւ այս տարածաշրջանում Իսրայելը նաեւ հանդես է գալիս որպես հիմնական ուժերից մեկը, որը ռուսական ազդեցությունը տարածաշրջանում հանգեցրեց ավելի շատ պատերազմի նկատի ունեք։ Map of this region now. Իսկ թե ինչ կարող ենք անել ապագայում, ինչ կարող է անել Հարավային Կովկասը, մեր տեսած խաղաղ ապագան Հարավային Կովկասի համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունն է։ Եվ այն, ինչ Իսրայելը կարող է տալ այս տարածաշրջանին, տեխնոլոգիաներն են, կրթությունն է եւ պետք է փոխակերպվի Իսրայելի արտահանումը դեպի այս տարածաշրջան։ Այն չպետք է սահմանափակվի միայն ռազմական հարցերով, ոչ միայն հարձակման, կռվի կամ պատերազմի թեմաներով։ Դա պետք է փոխվի դեպի ավելի տնտեսական գործընկերային հարաբերություն։ Not support Israel's export for this region, not just the military issues, not just the issues about attacking or about fighting or about war. It must be changed to a more economic partnership
relationship between Technological. and technological. Yes. Այո, տեխնոլոգիական։ Այս տարածաշրջանում միակ երկիրը, որն ունի մեծ տեխնոլոգիական ներուժ, որը կարող է կիսել մեր բոլոր երկրների հետ եւ որը կարող է օգտագործվել աղքատության, տնտեսական խնդիրների լուծման համար, Իսրայելն է։ Economic problem. If we look on the problems in this region with the view of opportunity, Եթե այս տարածաշրջանի խնդիրներին նայենք հնարավորությունների տեսանկյունից, ոչ թե հակամարտության, ապա կարող ենք շատ մեծ օգուտներ ստանալ։ huge benefits. With Israel, we had a story about supplying equipment to Azerbaijan. But Իսրայելի հետ մենք ունեցել ենք մի պատմություն կապված Ադրբեջանին սարքավորումներ մատակարարելու հետ, բայց մենք զգում ենք, որ տեխնոլոգիան ու այն ձեռքբերումները, որոնց այդ փոքր երկիրը կարողացել է հասնել, կարող են օգնել տարածաշրջանային երկրներին լուծել տնտեսական խնդիրներ, ինչպես նաև աղքատության մի շարք հարցեր։ Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա ինչպես արդեն նշեցի, այստեղ ներկա են Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան եւ Իրանը։ and balance Scary, really. Իսրայելը, Իրանը, Թուրքիան, հիմա նաև Թրամփի գալը։ Չինաստանն էլ այստեղ մեծ տնտեսական գործունեություն է ծավալում եւ ունի նաև իր միջանցքը, այնպես որ տարածաշրջանում բազմաթիվ տարբեր ուժեր իրենց ձեռքն ունեն։ in another way. We think it will help us to become a crossroad for logistics from south to north, from east to west. Այո, այստեղ եւ դա մեզ մեկ այլ ձևով էլ կօգնի։ Կարծում եմ դա կօգնի մեզ դառնալ լոգիստիկ խաչմերուկ, հարավից հյուսիս, արևելքից արևմուտք, լինել անվտանգ բուֆեր այս անկայուն տարածաշրջանում։ Եվ եթե լուծենք խնդիրը, երբ լուծենք Ադրբեջանի հետ ունեցած խնդիրը, ապա հարավային Կովկասը վատագույն դեպքում կդառնա այս տարածաշրջանի միակ կայուն գոտին։ Russian processes in north Հյուսիսում ընթացող ռուսական գործընթացները խախտեցին հարավային Կովկասի հավասարակշռությունը եւ դա բերեց պատերազմի։ The Russian Ռուսական ազդեցությունը տարածաշրջանում հանգեցրեց ավելի շատ պատերազմի նկատի ունեք։ Russian processes with Ukraine, okay. the war with Ukraine, Ռուսաստանի ուկրաինական գործընթացները Ուկրաինայի հետ պատերազմը հանգեցրին Ռուսաստանի հավասարակշռող դերի թուլացմանը, որովհետև այստեղ 3 ուժ կա, եւ այդ ուժերից մեկը, որը հավասարակշռող դերակատարներից մեկն էր, այլ ուղղությամբ էր զբաղված։ priority, Եթե դուք լրացնեք այդ բացը, Թուրքիա, and Իսրայել։ after like 1 year start a new war. The new war started here because Turkey's role increased. Եվ հետո 1 տարի անց սկսվեց նոր պատերազմ։ Այդ նոր պատերազմը սկսվեց այստեղ, որովհետև Թուրքիայի դերը մեծացավ։ Մեզ այս տարածաշրջանում անհրաժեշտ է հավասարակշռություն, եւ Թրամփի TRIP նախագիծը հենց այդ հավասարակշռությունն է, որը կարող է մեր տարածաշրջանի համար երկարաժամկետ խաղաղություն բերել։ To increase the role of US from witness Միակ բանը, որի վրա մենք պետք է աշխատենք, ԱՄՆ-ի դերը պարզապես վկայի դերից ավելի շատ խաղաղության երաշխավորի դերի բարձրացնելն է։ Դա խաղաղություն կբերի այս ամբողջ լոգիստիկ շղթային եւ այս խաչմերուկին, որը կդառնա ամենաանվտանգ խաչմերուկը այս անկայուն տարածաշրջանում։ Let's go back to Այսպիսով, եկեք վերադառնանք ձեր պատմությանը Ադրբեջանի հետ։ Այս հարցն էլ նորից վերաբերում է նրան, որ Հայաստանն ունի չափազանց բարդ պատմություն, շատ հին պետություն է, շատ հին երկիր։ Կարծում եմ, ինչպես ավելի վաղ ասացիք, առաջին երկիրն էր, որ քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն։ Մեր թվարկության մոտ 300-ական թվականներին։ Հիմա կա մի տարածք, մի շրջան կոչվում է Լեռնային Ղարաբաղ, եւ այդ շրջանը տեխնիկապես աշխարհի մեծ մասի կողմից ճանաչվում է որպես Ադրբեջանի մաս, բայց այնտեղ բնակչության շատ մեծ հատված կա, որը ինչպես գիտեք հայ է, քրիստոնյա է, եւ նրանք ենթարկվել են հետապնդումների։ Կարծում եմ տարածվել էին տեսանյութեր, որտեղ մարդիկ հալածվում էին, սպանվում էին, գնդակահարվում էին, խոշտանգվում էին։ Այն ինչ Ադրբեջանը, ներեցեք Հայաստանը փորձում էր անել, այն էր, որ աջակցեր այդ խմբին, որպեսզի նրանք կարողանան իրենք որոշել իրենց ճակատագիրը։ Ուզում են լինել Ադրբեջանի մաս, թե ուզում են լինել առանձին պետություն, բայց դա ըստ ծրագրի չգնաց։ Եվ Իսրայելի եւ Թուրքիայի աջակցությամբ, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ քաշվելու պայմաններում, Ադրբեջանը կարողացավ 2 տարի առաջվա վերջին պատերազմում այդ տարածաշրջանում մեծ տարածքներ վերահսկողության տակ վերցնել։ Իսկ հետո եկավ Թրամփը եւ միջնորդեց խաղաղությունը։ Այսպիսին է իմ միտումնավոր պարզեցված պատկերացումը տեղի ունեցածի մասին։ Արդյոք ճիշտ եմ հասկացել, եւ կարող եք ավելի լայն համատեքստ տալ այս պատերազմի պատմության վերաբերյալ, բայց ավելի կարևոր է ինչու է սա այդքան նշանակալի, ինչպես եւ ինչու Թրամփին հաջողվեց հասնել խաղաղության համաձայնագրի եւ արդյոք հիմա ամեն ինչ ավարտված է։ Սա էր վերջը։ how was Trump able to reach a peace deal and is it over now? Is that the end of it?
territory of Nagorno-Karabakh was given to Azerbaijan by a person whose name is Joseph Stalin, with a beautiful mustache, but with not beautiful deals, you know. Լեռնային Ղարաբաղի տարածքը Ադրբեջանին տրվեց մի մարդու կողմից, որի անունը Իոսիֆ Ստալին էր, գեղեցիկ բեղերով, բայց ինչպես գիտեք, ոչ այնքան գեղեցիկ գործարքներով։ Եվ այդ մարդը հայկական բնակչությամբ տարածքը Հայաստանից վերցնելով տվեց Ադրբեջանին։ Հայերի եւ ադրբեջանցիների միջև կային որոշ տարբերություններ, մշակութային տարբերություններ, կրոնական տարբերություններ։ Նրանք մահմեդականներ էին, շիա մահմեդականներ, իսկ մենք քրիստոնյաներ էինք։ There were another approach to women rights. Կանանց իրավունքների նկատմամբ նույնպես այլ մոտեցում կար։ Մինչդեռ մենք ունեինք այլ մոտեցում։ Չեմ ուզում ասել, թե ով էր ավելի լավը կամ ավելի ազատական, բայց մենք, այսպես ասած, աշխարհին ուրիշ կերպ էինք նայում։ And region of Nagorno-Karabakh was highly educated. Լեռնային Ղարաբաղի շրջանը բարձր կրթված տարածաշրջան էր, բնակչությունը շատ կրթված էր, բայց այն տրվեց Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղում ուզում էիր բարձր կրթություն ստանալ, հնարավորություն չունեիր հայկական բարձրագույն կրթություն ստանալու, չունեիր նաեւ կրոնական ազատության հնարավորություն։ Իսկ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը վախենում էին այն գործընթացներից, որոնց հայկական ժողովուրդը բախվել էր նախկինում, Օսմանյան Թուրքիայի ժամանակ, ցեղասպանության տարիներին։ They were fair for the processes that Armenian nation faced before in Ottoman Turkey time, at genocide time. Yeah. That's why at the time when Soviet Union started to collapse, Այդ պատճառով, երբ Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել եւ Ադրբեջանում իշխանության սկսեցին գալ որոշ ազգայնական ուժեր, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Լեռնային Ղարաբաղի քրիստոնյա բնակչությունը, որն ուներ այլ արժեքներ, քան իրենց հարևանները, որոնք, ենթադրեմ, նույնպես լավ արժեքներ ունեին, բայց պարզապես տարբեր, սկսեց ինքնապաշտպանվել ճնշումներից։ started to protect themselves from the oppression. Եվ դա սկզբում մեկ շաբաթ, հետո երկրորդ շաբաթ, մեկ ամիս, հետո երրորդ ամիս, վերածվեց մեծ պատերազմի, բալկանյան ոճի պատերազմի։ But the end of war was with peace when the Armenian population remained there. Բայց պատերազմի ավարտը խաղաղությամբ եղավ։ Հայկական բնակչությունը մնաց այնտեղ, շարունակում էր ապրել այնտեղ եւ նրանք ձևավորեցին ժողովրդավարական պետական համակարգ, որտեղ փոխվեցին 3 նախագահներ, նույնիսկ ունեցան 4 նախագահ։ They have 4 presidents. At that time, Azerbaijan last 50 years Մինչդեռ այդ նույն ժամանակ Ադրբեջանում մոտ 50 տարուց 45 տարվա ընթացքում երկիրը փաստորեն վերահսկում էին նույն ընտանիքի 2 անդամները՝ Ալիևների հայրը եւ որդին։ Հայաստանը ժողովրդավարություն է, Ադրբեջանը ավտոկրատիա է։ Yes. Armenia has like 4 leaders. Այո, Հայաստանը ունեցել է 4 ղեկավար, մինչդեռ Ադրբեջանում Սա մի վերջին քիչ 50 նման է տարվա Եվրոպայի ընթացքում մի կարճ բացառությամբ մոտ 5 տարի։ Փաստորեն 45 տարի երկիրը վերահսկել է մեկ ընտանիք։ This country. And next 20 years Եվ առաջիկա 20 տարիների համար էլ, ինչպես գիտեք, նրանք այլ ծրագրեր չունեն, ուզում են շարունակել նույն կերպ։ Այս երկու երկրների միջև կան կառուցվածքային տարբերություններ, կան արժեքային տարբերություններ։ Այո, եւ դա էլ պատերազմի պատճառ է դարձել։ cause wars. Ում աջակցությամբ Թուրքիայի, սկզբում Թուրքիայի, հետո Իսրայելի, թե I think the structure of the country Կարծում եմ, երկրի կառուցվածքը շատ բան է որոշում։ Մեր երկրում, որպես ժողովրդավարական երկրում, առաջնահերթությունները առողջապահության որակն են, կրթության որակը, աղքատության հաղթահարումը եւ տնտեսական խնդիրների լուծումը։ Իսկ նրանց համար առաջնահերթությունը տարածաշրջանում ռազմական գերակայությունն է, ինչպես նաեւ ռազմական գերակայությունը Ղարաբաղում։ Նրանց երկիրը վերջին 25 տարիներին ղեկավարում են նույն առաջնորդը, մինչդեռ մեր ղեկավարները փոխվում են, որովհետև ժողովրդավարական երկիր ենք։ Սա ըստ էության աշխարհում գոյություն ունեցող երկու տարբեր քաղաքական համակարգերի բախում է։ Առաջինը կենտրոնացված համակարգ է, հիմնված ռազմական գերակայության եւ մեկ առաջնորդի շուրջ։ Երկրորդը ժողովրդավարական համակարգ է, որն ավելի շատ կենտրոնացած է ներքին խնդիրների վրա։ one leader, the second is democratic, more focused on internal problems. It's like Europe.
Սա մի քիչ նման է Եվրոպայի եւ Ռուսաստանի տարբերությանը, թեև դա բավական ազատ համեմատություն է։ Ռուսաստանը շատ է կենտրոնացած իր ռազմական ուժի վրա, հատկապես հիմա Ուկրաինայի պատերազմի պատճառով։ Եվրոպան հավանաբար չափազանց քիչ է կենտրոնացած իր ռազմական կարողությունների վրա, նույնիսկ երբեմն այնքան, որ չափից շատ է խորանում բյուրոկրատիայի մեջ, բայց միևնույն ժամանակ ավելի շատ ուշադրություն է դարձնում երկրի բարեկեցությանը, պետական համակարգին, առողջապահական ծրագրերին։ Դուք ասում եք, որ Ադրբեջանը շատ երկար ժամանակ շատ մեծ ուշադրություն է դարձրել ուժեղ բանակ կառուցելու, եւ հենց դա է օգնել նրանց հասնելու հաղթանակի, ռազմավարական կամ ռազմական հաղթանակի, երբ խոսքը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։ Բայց ուզում եմ ձեզ մի կարևոր բան էլ հարցնել, որովհետեւ պատմական համատեքստն այստեղ շատ կարևոր է։ Դա Հայաստանի դառը պատմությունն է։ Մենք մի քանի անգամ հիշատակեցինք Թուրքիային եւ Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին, եւ իհարկե բոլորը լսել են հայոց ցեղասպանության մասին։ Թեև գուցե ամբողջ պատմությունը չգիտեն, դա չափազանց ցավալի պատմություն է։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունը ըստ էության սպանեց բազմաթիվ հայերի։ Ինչպես ես հասկանում եմ, սկզբում սպանեցին տղամարդկանց, իսկ հետո կանանց եւ երեխաներին հարկադրեցին քայլել անապատով, իմանալով, որ նրանք մահանալու են, եւ նրանց մեծ մասը իսկապես մահացավ այդ անապատային ճանապարհին։ Կարող եք պարզապես ավելի մանրամասն պատմել հայոց ցեղասպանության մասին, թե ինչ տեղի ունեցավ։ As every country who is starting to be a weaker. Ինչպես հաճախ լինում է թուլացող պետությունների դեպքում, այս երկրում նույնպես մութ ուժերը Օսմանյան իշխանության ամենահետադիմական, ամենաբացասական պահպանողական հատվածը սկսեցին ներսում թշնամիներ փնտրել։ Երբ պատերազմի ընթացքում պարտություններ կրելով նրանք տեսան, որ սկսում են պարտվել Անտանտին, սկսեցին թշնամի որոնել երկրի ներսում, եւ այդ ներքին թշնամիների դերում նշանակեցին քրիստոնյա փոքրամասնություններին։ Նրանք հայտարարեցին, թե հենց քրիստոնյա փոքրամասնություններն են մեղավոր, որ Օսմանյան կայսրությունը պարտվում է մարտերում։ Look for enemy, and they found enemies by Christian minority. They named they appointed Christian minorities to be enemies, internal enemies, because they said that Christian minority made Ottoman Empire to lose the battles. Եվ նրանք սկսեցին քրիստոնյաների հալածանքը ամբողջ Օսմանյան կայսրության տարածքում, իսկ նրանց մեծ մասը հայ քրիստոնյաներ էին։ Իմ նախնիները, իմ պապերն ու տատերը եւ ընդհանրապես Հայաստանում ապրող հայերի մոտավորապես 70%-ն ունի գոնե մեկ պապ կամ տատ, ով ցեղասպանության ժամանակ գտնվել է այն տարածքներում, որոնք այսօր Թուրքիայի տարածքն են, եւ հետո եկել է այստեղ։ That are living in Armenia has one of the grandfather or grandmother who was at genocide time in the Turkey territory, now the Turkey territory. And Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ they came here like an orphans. Այո, նրանք եկան այստեղ որպես որբեր։ Սա մի ժողովուրդ է, որտեղ գրեթե յուրաքանչյուր մարդ ունի մի պապ կամ տատ, ով որբացել է ցեղասպանությունից հետո։ Father or grandmother that was orphaned after genocide. Սա հիշեցնում է Ռուանդան։ Ռուանդայում գրեթե յուրաքանչյուր մարդ ունի ընտանիքի անդամ, ով տուժել կամ սպանվել է Ռուանդայի ցեղասպանության ժամանակ։ Սա մի երկիր է, որը փորձում է ապաքինվել, մի երկիր, որը խոր սպի ունի։ Եվ ինձ թվում է, որ Հայաստանը, թեև ցեղասպանությունը շատ ավելի վաղ է տեղի ունեցել առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, Թուրքիայի կողմից ներողություն Ռուանդայում դա եղել է 90-ականներին։ Այդ սպին դեռ զգացվում է։ Կարծես թե Հայաստանում յուրաքանչյուր մարդ ունի ընտանիքի անդամ, ով այն ժամանակ որբացել է։ Քանի որ այն ինչ պատահել է, ես ճիշտ հասկացա, որ ըստ էության տղամարդկանց մահապատժի են ենթարկել, իսկ կանանց եւ երեխաներին ստիպել են քայլել անապատով։ Այո, եւ երեխաների հետ էլ կային մարդկանց խմբեր, որոնք զբաղվում էին երեխաների վաճառքով։ Նրանք հայ երեխաներին վաճառում էին հայ զինվորներին, իսկ հայ զինվորները գնում էին այդ երեխաներին, որպեսզի նրանց բերեն եկեղեցի։ Եվ Էջմիածնում, որը գտնվում է Հայաստանի կենտրոնում, մեր եկեղեցին կազմակերպեց մեծ ճամբար այս որբերի համար։ Այնտեղ կային 100,000-ավոր որբեր։ Գիտեք, այս բոլոր երեխաները, որոնք փրկվեցին այս գործընթացի արդյունքում, այդ ամբողջ սարսափելի իրադարձություններից հետո դարձան նոր վերածնված ազգի հիմքը։ Մենք սկսեցինք զրոյից։ Այդ պատճառով շատերը նույնիսկ չեն հիշում, թե Օսմանյան կայսրության որ հատվածից են։ Կան պատմություններ, օրինակ, որ քույրերից մեկը ապրել է Լոս Անջելեսում, մյուսը Երևանում, եւ նրանք հանդիպել են 60 տարի անց, նույնիսկ չիմանալով, որ նրանցից մեկը ողջ է։ We started from zero. That's why many of them, even they don't remember from which part of Ottoman Empire are they from. Many of them, like there are stories that one of them was living in Los Angeles, one of the sisters, the other was living in Yerevan. And they met after 60 years. They didn't know that each of them are alive.
Այսպիսով, մենք հենց նոր խոսեցինք Հայաստանի պատմության մասին եւ կարծում եմ այդ պատմությունը շատ կարեւոր է համատեքստը հասկանալու համար, որովհետեւ այն մինչեւ այսօր ազդեցություն ունի բացատրելու, թե ինչու է Թուրքիան աջակցում Ադրբեջանին։ Մենք նաև խոսեցինք Իրանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչը շատ կարևոր է, եւ դրանից առաջ քննարկեցինք Հայաստանի եւ ամբողջ Հարավային Կովկասի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ միասին ռազմավարական ու աշխարհաքաղաքական նշանակությունը, որպես Արևելքն ու Արևմուտքը, նաև Հարավը կապող միջանցքը։ Եվ վերջապես խոսեցինք Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պատերազմի մասին։ Այժմ այդ պատերազմը հանգեցրեց խաղաղության համաձայնագրի, եւ այդ գործընթացում ներգրավված էր Թրամփը, որպես միջնորդ։ Ինչու եւ ինչպես դա տեղի ունեցավ։ Ինչ տնտեսական կամ քաղաքական շահ ուներ Միացյալ Նահանգները այդ գործընթացում։ Was involved in brokering that deal. Why? And how did he do it? What was the business benefit for the US? After ethnic cleansing of Nagorno-Karabakh, when Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումից հետո, երբ բոլոր հայերը լքեցին Լեռնային Ղարաբաղը եւ նրանք and there are Քանիսն էին նրանք։ 150,000 people 150,000 մարդ եւ հիմա բոլորը Հայաստանում են առանց տների։ Նրանք չունեն բնակարան, չունեն աշխատանք այստեղ։ and And Azerbaijan doesn't Եվ allow Ադրբեջանը թույլ չի տալիս նրանց վերադառնալ։ they were Գիտեք, կային ընդամենը 10 հայ, որոնք մնացել էին Ադրբեջանում։ Նրանք որոշել էին մնալ այնտեղ, բայց 2-3 տարի անց բոլորը վերադարձան, որովհետև չէին կարող այնտեղ ապրել։ Սա դասական էթնիկ զտում է։ too because they couldn't live there. It's like cleansing, the classic ethnic cleansing. Դուք ասացիք 10,000։ 10 10 people մարդ, just from ընդամենը 150,000. 150,000-ից։ Just 10 people left. Չի there, կարող պատահել։ 10 left մարդ, there and Այո, ընդամենը 10 մարդ էր մնացել այնտեղ, եւ 10-ն էլ վերադարձան։ 10 մարդ 100 հազարավորից։ Այո, Եթե ուզում եք էթնիկ զտման սահմանումը, ահա սա է։ it's in 20. սա 21-րդ դարում է տեղի ունենում։ Սա խելահեղ է։ Աշխարհը բավականաչափ չի խոսում այս մասին։ They are highly educated. Եվ նրանք հիմա այստեղ են, շատ կրթված մարդիկ են, կարգապահ են, եւ գիտեք, հանցագործության մակարդակը շատ ցածր է։ Այո, Հայաստանը շատ խաղաղ երկիր է, Այո, աշխարհում ամենացածր հանցագործության մակարդակներից մեկն ունի։ բայց սա նման է Գազայի էթնիկ զտմանը, առանց զանգվածային ռմբակոծությունների։ Այսինքն, Գազայում բոլորը մտահոգված են, ես նույնպես, որ Իսրայելը ցանկանում է բոլոր պաղեստինցիներին դուրս բերել եւ բռնակցել այդ տարածքը։ Ես նույնպես դրա համար անհանգստանում եմ։ Նման բան բառացիորեն տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում։ Դա խելահեղ է։ Yes. And they are here we can meet. Այո, եւ գիտեք, նրանց համար շատ դժվար է նոր կյանք սկսել։ Նրանք կորցրել են ամեն ինչ։ Very hard for them to start life. Իսկ տները ինչ են լինելու։ Պարզապես կորում են։ Այո, այլևս չկան։ Եվ վերջ։ Yes. Այո։ And you know, Եվ գիտեք, դա աղքատ տարածաշրջան չէր, դա բարգավաճ տարածաշրջան էր Հարավային Կովկասի ամենաբարգավաճներից մեկը։ Այս մարդիկ բարձրակիրթ մարդիկ էին, եւ հիմա այստեղ են, սկսելով իրենց կյանքը զրոյից, առանց they start ոչնչի։ from zero their life without anything. Նրանք համագոյակցել են ադրբեջանցիների հետ այդ տարածաշրջանում, թե ոչ։ Այդ 10 մարդը փորձել են։ Այո։ Այսինքն Թրամփը եկավ եւ միջնորդեց այդ խաղաղության պայմանագիրը, որը Հայաստանի համար լավագույն գործարքը չէ։ Ինչ էր ասվում դրա մեջ։ Դա այդ միջանցքի մասին է հարավում։ Այո, Թրիփը միջանցք չէ։ Այն ճանապարհ է։ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ճանապարհ։ Ադրբեջանը ցանկանում էր, որ այն դառնա միջանցք, այսինքն տարածք, որը դուրս կլինի Հայաստանի ինքնիշխան վերահսկողությունից։ Շատ անգամներ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենք ուժով կվերցնեն այդ ճանապարհի վերահսկողությունը։ Excluded from Armenian sovereign territory. And many times Azerbaijani president said that they will take control over this road by force. Դա ճանապարհ է, որը Լեռնային Ղարաբաղում չէ։ Ոչ, դա հայկական տարածք է, նույնիսկ իրենք են ասում, որ դա հայկական տարածք է, բայց մենք կվերցնենք վերահսկողությունը դրա հանդեպ։ Եվ որովհետև այն տնտեսապես կարևոր է Ադրբեջանի համար, Իրենք պարզապես հավանում են դա։ Գիտեք, որովհետև հավանում են։ Լավ, ինչպես Թրամփը լուծեց դա։ Թրամփը սկսեց բանակցություններ եւ իրավիճակը բերեց ավելի լավ պայմանների, քան նախկին բանակցային փուլերում էր։ Կարելի է ասել, որ սա մեծ հնարավորություն է Հայաստանի համար, բայց մեզ անդրաժեշտ են երաշխիքներ, ավելի շատ երաշխիքներ խաղաղության համար։ Նա կարողացավ հասնել նրան, որ Ադրբեջանը չկիրառի ուժ այդ ճանապարհի հարցում, եւ ամրագրված է, որ դա Հայաստանի տարածք է։ Այսինքն դա լավ է Հայաստանի համար, լավ է նաեւ տարածաշրջանի համար։ Նրանք կարող են օգտագործել այդ ճանապարհը, բայց դա տնտեսական նախագիծ է։ There is written that it's Armenian territory, so it's good for Armenia, it's good for region, and
they can use the road, but it's economic project. Սա կարող է բերել խաղաղություն, բայց կրկին մեզ անհրաժեշտ են երաշխիքներ, որովհետև օրինակ 10 տարի անց կարող են կրկին բախվել նոր խնդիրների ադրբեջանական կողմից, երբ նրանք ասեն, որ ուզում են նաև այլ տարածք։ When they will say that they like another territory, you know. Այո, այսինքն ձեզ պետք են անվտանգության երաշխիքներ, որպեսզի համոզված լինեք, որ այս ագրեսիան կդադարի։ Այսինքն ըստ էության հիմա ԱՄՆ-ն շահեր ունի այդ ճանապարհի, այդ տարածաշրջանի, այդ միջանցքի նկատմամբ։ Եվ հենց այդ շահերի պատճառով դուք ստանում եք երաշխիքներ, որ ԱՄՆ-ն կհամոզի, որպեսզի Ադրբեջանը չխախտի այդ պայմանավորվածությունը։ Եվ հիմա դուք նաև Ադրբեջանի հետ ունեք մի համաձայնություն կամ մի գործարք, որով բոլոր կողմերը գոնե որոշ չափով բավարարված են։ Mildly happy with at least. It's one of the shortest ways. Նա Չինաստանից դեպի Եվրոպա տանող ամենակարճ ճանապարհներից մեկն է։ Եվ այսպիսով տարածաշրջանում խաղաղության պայմաններում Ինչի ներառում Իրանը։ այո, չի ներառում Իրանը։ Այն անցնում է կենտրոնական Ասիայով դեպի Կասպից ծով եւ այստեղ։ Դա կլինի ավելի կարճ եւ ավելի ապահով ճանապարհ, եւ հենց դրա համար էլ ԱՄՆ-ի համար կարեւոր է ունենալ այլընտրանքային լոգիստիկ ուղի։ Քանի որ այս տարածաշրջանային պատերազմներից հետո բոլոր լոգիստիկ շղթաները խնդիրների առաջ կարող են կանգնել։ Will face problem after these regional wars. Փոքր ինչ թվում է, սա մի քիչ նախապես պլանավորված էր։ Եկեք կառուցենք այդ միջանցքը։ Եկեք պայմանավորվածություններ ունենանք այդ միջանցքի շուրջ, որովհետև գիտենք, որ ի վերջո պատերազմ ենք ունենալու Իրանի հետ, ու հիմա կռվում ենք Իրանի դեմ։ Եվ այդ միջանցքն այժմ դարձել է ռազմավարական առումով ավելի կարևոր։ I think we came to a conclusion. Կարծում եմ մենք եկել ենք այն եզրակացության, որ որպես Հայաստանի քաղաքական ուժի ներկայացուցիչ, ես ամբողջությամբ չեմ կարող դա այսպես ասել, բայց այդ եզրակացությունը բավական մոտ է իրականությանը։ That is close to reality. Yeah. I said it. Ես դա ձեր փոխարեն ասացի։ Հիմա երբ խոսեցիք քաղաքական կուսակցության առաջնորդ լինելու մասին, Հայաստանում մեկ այլ պատմություն է զարգանում։ Այո, սա մի բան է, որ ես լուսաբանել եմ երկար տարիներ, եւ հիմա ես մեծ հավատացյալ եմ ժողովրդավարությանը, մեծ հավատացյալ եմ ազատությանը եւ խոսքի ազատությանը։ Եվ ես քննադատաբար եմ վերաբերվում իշխանության կենտրոնացմանը, հատկապես երբ դա սկսում է տանել գրաքննության։ Մենք դա տեսանք Եվրոպայում, եւ ես շատ բացահայտ եմ խոսել այն մասին, թե ինչպես է Եվրոպական միությունը կենտրոնացնում մեծ իշխանություն եւ դրա մասին շատ բարձրաձայն եմ արտահայտվել։ Եվ դրսից նայելով, թե ինչ է կատարվում Հայաստանում, ես վախենում եմ, որ օգտագործվում է նույն սցենարը, եւ դա ինձ անհանգստացնում է։ Այնինչ ես տեսել եմ այն է, որ ձեր հորեղբայրը, որը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, գուցե ամենահարուստը, մի մարդ, որին ժողովուրդը սիրում է, եւ ես տեսել եմ մարդկանց բողոքի տեսանյութերը, երբ նրանց ձերբակալում էին։ Նա հայտարարություն արեց, եւ ես հիմա կկարդամ այդ հայտարարությունը։ Իսկ հետո ձեզ հնարավորություն կտամ այն ավելի մանրամասն բացատրելու։ Նա հայտարարություն արեց այստեղ Հայաստանում եկեղեցուն աջակցելու մասին։ Այո, որովհետև կա որոշակի պայքար կամ տարածայնություն եկեղեցու, որը քաղաքականության հետ առնչություն չպետք է ունենա եւ ներկայիս վարչապետի ու նրա կուսակցության միջև։ Եվ այդ իշխանական պայքարի մեջ ձեր հորեղբայրը, որն այժմ տնային կալանքի տակ է, եկեղեցու ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հայտարարեց. մի փոքր խումբ մոռանալով հայ ժողովրդի պատմությունն ու հայ եկեղեցու հազարամյակների ժառանգությունը, հարձակում է սկսել մեր եկեղեցու եւ մեր ազգի դեմ, որպես մարդ, որ միշտ կանգնել է հայ եկեղեցու եւ ժողովրդի կողքին, ես անմիջականորեն ներգրավված կլինեմ, եթե քաղաքական գործիչները ձախողվեն։ Մենք մեր ձևով կմասնակցենք։ Եվ այդ հայտարարությունը լայնորեն օգտագործվել է ձեր հորեղբոր դեմ։ Նա կալանավորվել է շուրջ կես տարով։ Կարծում եմ այժմ էլ կրկին կալանքի տակ է, ինչպես նաև ձեր կուսակցության որոշ անդամներ։ Եվ ես ուզում եմ սա ավելի շատ հասկանալ։ Ուրեմն թույլ տվեք մի քանի քայլ հետ գնալ եւ հասկանալ, ինչի մասին է այդ իշխանական պայքարը, ինչ է կատարվում կառավարության եւ եկեղեցու միջև, եւ ինչու, որովհետեւ հայ եկեղեցին ոչ միայն պատմականորեն ահռելի կարեւորություն ունի երկրի համար, այլ ժողովրդի կողմից շատ սիրված է։ Ուրեմն ինչ է կատարվում։ Ինչու։ So what's happening? Why? In Armenia, church is Հայաստանում եկեղեցին մեր ինքնության հիմնական հիմքերից մեկն է, որովհետև հենց քրիստոնեական ավանդույթն է օգնել մեզ պահպանել մեր հայ լինելը։ Այսօր մեր բնակչության մոտ 93%-ը հայ առաքելական եկեղեցու անդամ է։ population are the members of Armenian Apostolic Church. From the first trimester of last year,
Անցյալ տարվա առաջին երամսյակից սկսած մեր վարչապետը, որը վերջին 30 տարիների ընթացքում մեր երկրի 4-րդ առաջնորդն է, սկսել է մի գործընթաց, որը նպատակ ունի վերահսկողություն հաստատել եկեղեցու նկատմամբ։ Եվ ինչպես արդեն նշել եմ, մենք ունենք ժողովրդավարական ավանդույթ։ Նա սկսել է հրապարակայնորեն վիրավորել հայ եկեղեցու առաջնորդին, մի եկեղեցու, որն ունի երկրի բնակչության 93%-ի աջակցությունը, ինչպես նաև բազմաթիվ արքեպիսկոպոսների եւ քահանաների։ Ես որոշ մեջբերումներ տեսել եմ, այդ շատ ծայրահեղ է հնչում։ Կարդացածս որոշ բաներ հիմա կարդամ, իսկ դուք ասեք, ճիշտ են թե ոչ։ Դրանցից մեկում նա ասում է, համատեքստը չգիտեմ, պետությունն ու կառավարությունը ձեր բերանում համտեսեք։ Պետության համը ձեր բերանում կմնա։ Գիտեք, նա աշխարհի ամենահավասարակշռված մարդը չէ, դրա համար Սա խելագարություն է, բայց ինչու, ինչ է տեղի ունենում։ նա նույնիսկ առաջարկել է ցույց տալ իր սեռական օրգանները մեր քահանաներից մեկին։ Քահանաներից մեկին։ Այո, քահանաներից մեկին։ Եվ նա երկրի ղեկավարն է։ Այո, նա վարչապետ է։ Եվ այս ամենից հետո մենք որևէ հստակ բացատրություն կամ հիմնավորում չլսեցինք, թե ինչու է նա այս ամենը անում։ Ոչ ոք չկարողացավ բացատրել պատճառը։ Գիտեք, դա մի կողմից նույնիսկ ծիծաղելի է, բայց մյուս կողմից շատ մտահոգիչ եւ խելքից դուրս է, որովհետեւ ով է քահանային նման բան ասում։ Նման բան սпасելի է տեսնել կատակերգական մանրապատման մեջ։ Օրինակ, մի բան, որ Դեյվ Շապելը կասեր։ Նա դա հրապարակել է Facebook-ում։ Այսինքն երեխաներն էլ կարող էին դա կարդալ։ Մոտ 20 օր դա բոլորի համար շոկ էր, բայց ոչ ոք չէր խոսում դրա մասին։ And nobody were talking about this. Ինչու։ No any authority, no any. Ինչու։ They were afraid of oppression. Նրանք վախենում էին ճնշումներից, եւ Սամվել Կարապետյանը, իմ հորեղբայրը, սկսեց խոսել այս մասին։ Նա ասաց, որ դա անընդունելի է, ասաց, որ վարչապետը պետք է դադարեցնի դա։ Դուք կարդացիք այդ տեքստը եւ դրանից հետո, երբ նա սա ասաց, չեմ կարող ասել, այդ պահին մեր վարչապետը հավասարակշռված վիճակում էր թե ոչ, բայց նա 3 Facebook-յան գրառում արեց, շատ վիրավորական գրառումներ եւ հատուկ ջոկատայիններ ուղարկեց իմ հորեղբոր տուն։ And he sent special forces to my uncle's house. Սա է, թե ինչ ասաց Սամվելին։ Ահա մեջբերումը։ Նա ասում է Սամվելը ասել էր, որ մենք կմիջամտենք մեր ձևով։ Իսկ վարչապետը պատասխանել է, հիմա ես իմ ձևով կմիջամտեմ։ Ստահակ, ավելի ճիշտ քեզ։ Կարծում եմ այն, ինչ ես կարդացի, հայհոյանք է։ Or rather in you. I think from what I read that means I'm going to fuck you. No. Ոչ։ Նա չի կարող նման բան ասել։ Ես էլ չգիտեմ ինչ է նշանակում։ Այդ դեպքում ինչ է նշանակում։ Սա արդեն հոգեկան վիճակի հարց է։ Ես չեմ կարող հավատալ, որ սա ասում է վարչապետը։ Գիտեք, նա նաև ուրիշ շատ հետաքրքիր մեջբերումներ ունի։ Նա հատուկ ջոկատայիններ ուղարկեց մեր տուն, բայց քանի որ Սամվել Կարապետյանը ամենամեծ հայ բարերարն էր, Սամվել Կարապետյան was the biggest Armenian philanthropist. Հազարավոր ցուցարարներ եկան նրա տուն։ Came to his house, and when they asked to special Եվ նրանք հատուկ ջոկատայիններից հարցրին, արդյոք Սամվել Կարապետյանին ձերբակալելու հրաման ունեն։ Հատուկ ջոկատայինները պատասխանեցին. «Ո ոչ, կներեք, մենք նրան ձերբակալելու հրաման չունենք»։ Եվ հետո 10 ժամ անց նրանք Դա այն պահն էր, երբ հազարավոր ցուցարարներ եկան եւ շրջափակեցին ոստիկանությանը։ Այո, եւ մոտ 10 ժամ անց նրանք ստացան համապատասխան հրաման։ Իսկ դրանից եւս մոտ 10 ժամ անց ձերբակալեցին Սամվել Կարապետյանին։ From that they arrested Samuel Karapetyan. Այո, եւ նա մոտ 6 ամիս բանտում էր։ Երկրի ամենամեծ բարերարը, երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նա ամենահարուստն է, թե ամենահարուստներից մեկը։ Նա ամենահարուստն է։ Ամենահարուստը, այսինքն երկրի ամենահարուստ մարդը, բայց նա շատ ընդունելի ու մարդամոտ մարդ է։ Մարդիկ նրան սիրում են, որովհետև թեև նա հարուստ է, երբ տեսնում ես նրան փողոցում քայլելիս, նա այդպես չի պահում իրեն։ Ընդհակառակը, եւ գիտեք, ես հանդիպել եմ ձեզ, հանդիպել եմ նրա որդուն եւ դա ձեր ընտանիքի մի մասն է։ Դուք բոլորդ այնքան հասարակ, հանգիստ ու անմիջական եք, եւ ինչպես ասացի
ասացի, նա երկրի ամենամեծ բարերարն է։ Չգիտեմ, կարող ենք սա նշել, եթե ոչ հետո կարող ենք կտրել, բայց դուք ինձ ավելի վաղ ասել էիք, որ վարչապետի տունը իրականում կառուցվել է նրա կողմից։ Այսինքն այն մարդը, ում վարչապետը բանտարկեց, որը ինչպես ասում են, փորձում էր պաշտպանել եկեղեցին, իրականում կառուցել է այն տունը, որտեղ հիմա ապրում է վարչապետը, որը հենց այստեղ է, իմ պատուհանի դիմաց է։ You know, he decided to create a like jazz band. Գիտեք, հիմա նա որոշել է ջազ խումբ ստեղծել եւ ամեն օր կենթանի երաժշտական շոու է անում։ Մեր վարչապետը ամեն օր ելույթ է ունենում եւ մենք ստիպված ենք դա դիտել։ Այո, նա երկրի շատ հետաքրքիր ղեկավար է։ Yeah, he's a very interesting leader of country. Դու հասկանում ես, սա միաժամանակ նման է կատակերգական շոուի, ֆիլմի եւ մռայլ դրամատիկական սերիալի։ Քո հորեղբայրը 6 ամիս անցկացրել է բանտում։ Մի բանտում, որտեղ ինձ ասացին նույնիսկ աթոռները կպած են հատակին։ Մի տեսակ KGB-ի ոչի բանտ է։ It's KGB basement. Դա իրականում KGB-ի նկուղ է, որը կառուցվել է Յոսիֆ Ստալինի ժամանակ։ Եվ այնտեղ ամեն ինչ կարծես Յոսիֆ Ստալինի ժամանակներից լինի, գիտեք։ Նա գտնվում է շատ փոքր սենյակում։ Այնտեղ ջեռուցման համակարգ չկա եւ այլն։ Տարվա ընթացքում ընդամենը 2 ամիս է, որ այնտեղ ջեռուցումն աշխատում է։ Նրանք իրավունք չունեն կապ պահպանել ընտանիքի անդամների հետ։ Իրավունք ունեն միայն ամսական 1 անգամ կապի կամ օրական ընդամենը 5 րոպեանոց զանգի։ Contact with family members, they have rights just once a month or 5-minute call a day. Մի տեսակ պակի ոչի բանտ է։ Իր որդին ինձ պատմեց իր հոր հետ ունեցած հանդիպման մասին։ Դուք էլ բավական խենթ եք, բայց լավ իմաստով։ Կարող ես ավելի մանրամասն պատմել, թե ինչ է նա պատմել այդ հանդիպման մասին։ Ինչ է որդին խոսել հոր հետ, քո հորեղբոր մասին։ Այսինքն նա ունեցել է 1 զանգ։ Որքան երկար։ 5 րոպե։ 5 րոպե։ Ոչ։ Իսկ հանդիպումը ընդհանուր որքան է տևել։ It was like Դա 3 ժամյա հանդիպում էր, եւս մեկը տևել է 4 ժամ։ 4 hours. Եվ որքան հաճախ էր դա լինում։ Ամեն շաբաթ, ամեն ամիս։ Ամեն ամիս։ Այսինքն ամեն ամիս 1 4 ժամյա հանդիպում։ Լավ, իսկ ինչի մասին էին After խոսում։ he was arrested, Նրան ձերբակալելուց հետո, այո, մարդիկ տարբեր քաղաքներից եկան եւ Երևանում, մեր մայրաքաղաքում, մեծ ցույց տեղի ունեցավ։ Շատ մարդիկ էին հավաքվել։ Մենք բոլորը շատ հուզված էինք, սպասման մեջ էինք։ Ես էլ էի շատ հուզված, ինչպես եւ իմ բոլոր հայրենակիցները։ Եվ այդ օրը ես զանգեցի, ավելի ճիշտ եղբայրս զանգեց ու հարցրեց նրան. Ինչ ես ուզում, որ մենք անենք քեզ համար։ that day I call my brother called him and say, what do you want us to do to Samuel? Սամվելը բարերար հայտնի մարդ, քաղաքական կուսակցության ղեկավար։ Who is in jail? Ով բանտում էր, ով բանտի փոքրիկ խցում էր, երկրի ամենավատ բանտում։ Իսկ մենք այդ օրը ես նրա մասին ելույթ ունեցա։ Բոլորս լցված էինք հույզերով, ու մենք զանգեցինք նրան, հարցնելով. Ինչ ես ուզում, որ մենք անենք։ Իսկ նա ասաց. Փոխիր քո փողկապը։ Us to do. And he said, change your tie. Փոխիր քո փողկապը։ Եվ նաև լսել եմ, որ երբ նա հանդիպում էր իր որդու հետ, այդ ամսական 4 ժամյա հանդիպումների ընթացքում դու ակնկալում ես, որ նրանք կխոսեն ռազմավարության մասին, ինչ պետք է անի քաղաքական կուսակցությունը, որովհետև նա այդ կուսակցության ձայնն է, բայց ինձ ասել են, որ նրանք մոտ 1 ժամ պարզապես ֆուտբոլի մասին էին խոսում։ Yeah, they are talking about like 3 hours. Այո, նրանք մոտ 3 ժամ խոսել են ֆուտբոլից եւ մոտ 1 ժամ ու կես ինչ որ կատակներ են արել եւ այլն։ And etc. Because Իսկ գործերի մասին որքան են խոսել։ like 20 minutes about all of this. Մոտ 20 րոպե այս բոլոր հարցերի մասին։ Գիտեք ինչու։ Որովհետև մենք վստահ ենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք։ Մենք վստահ ենք, որ դա անում ենք մեր արժանինքների համար։ Մենք չենք զգում, որ ճնշված ենք։ Մեզ վրա ճնշում գործադրում են, բայց մենք չենք զգում մեզ ճնշված ի շնորհիվ մարդկանց աջակցության։ But we don't feel oppressed because of support of people. Բայց այն, ինչ ինձ անհանգստացնում է եւ ներողություն, որ մի քիչ հորետեսի դեր եմ ստանձնում, այն է, որ ես նմանատիպ խոսակցություն ունեցել եմ Իրանի խանի եւ նրա ընտանիքի հետ։ Եվ նա հիմա բանտում է, չի տեսնում իր ընտանիքին կամ երեխաներին, չի ստանում բժշկական օգնություն։ Ես նաեւ նմանատիպ խոսակցություն եմ ունեցել Ժայիր Բոլսոնարոյի հետ։ Նույն իրավիճակն է, նա նույնպես բանտում է։ Ուստի ենթադրում եմ, որ ձեզ էլ ինչ-որ պայմանավորվածություն է առաջարկվել։ Այսինքն ձեր հորեղբորը հավանաբար առաջարկել են գործարք։ Դուրս եկեք քաղաքականությունից եւ ամեն ինչ լավ կլինի։ Կշարունակեք ձեր բիզնեսը եւ այլն։ Իսկ եթե մնաք քաղաքականության մեջ, So they were Այսինքն նման առաջարկ նրանց նույնպես արվել է։ իհարկե արել են։ Արդյոք նրա հետ եւս այդպես էին ուզում անել։
Չգիտեմ, դուք կարող եք խոսել դրա մասին, բայց ես ենթադրում եմ, որ հենց դա է տեղի ունեցել։ Քանի որ իմ կարդացածից ելնելով պատճառը, որ նրանք ուզում են ձեր հորեղբորը պահել բանտում եւ հավանաբար թիրախավորում են նաեւ նրա բիզնեսը, այն է, որ ուզում են ազատվել քաղաքական հակառակորդից։ Եվ սա հենց այն է, ինչ կոչվում է քաղաքական նպատակներով իրավական հետապնդում։ Եվ ձեր հորեղբայրը ենթադրում եմ հարցումներով շատ լավ արդյունքներ ունի։ Ճիշտ եմ, թե սխալ։ As we feel, they want him to. Այսպիսով ինչպես մենք ենք զգում, նրանք ուզում են, որ նա դուրս գա քաղաքականությունից, ուզում են, որ նա չպաշտպանի եկեղեցին, ուզում են, որ նա թողնի, որ իրենք կարողանան անել այն, ինչ ուզում են եկեղեցու հետ, բայց նա ասաց ոչ, նա եղել է բանտում, հիմա գտնվում է տնային կալանքի տակ, բայց մենք մեր ճանապարհով ենք գնում եւ շարունակում ենք նրանց ասել ոչ։ Մենք պետք է կանգնեցնենք այս ամբողջ գործընթացը, պետք է ամբողջությամբ կանգնեցնենք, որովհետեւ դա վտանգի տակ կդնի մեր ժողովրդավարությունը։ Դա կարող է մեր երկիրը դարձնել նման հարևան երկրին, իսկ մենք չենք ուզում նմանվել նրանց։ Take under risk our democracy, it will make our country to look like a neighboring country. We don't want to look like them. Ինչպես ավտոկրատ պետությունը, ինչպիսին Ադրբեջանն է։ Այսինքն նա կենտրոնացնում է իշխանությունը եւ դրա համար էլ թիրախավորում է եկեղեցին, քանի որ այն կարող է դիտվել որպես մրցակից։ They are two Ինչպես ես եմ հասկանում, այստեղ երկու հիմնական խնդիր կա։ Առաջինը նա փորձում է վերահսկողություն հաստատել եկեղեցու վրա, մի տեսակ կոմունիստական մեթոդներով։ Կարծես կոմունիստ առաջնորդ լինի, գիտեք, այսինքն կոմունիստ առաջնորդ է, բայց այլ աշխարհակաղակական հայացքներով։ Նա վերահսկողություն է հաստատում եկեղեցու վրա եւ նաեւ վերահսկողություն է հաստատում բիզնեսների վրա, իր կուսակցության անդամների միջոցով։ Այսպես Հայաստանի ամենամեծ բիզնես կառույցներից մեկը, Հայփոստի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է իր կուսակցական անդամը, վարչապետի կուսակցության անդամը։ Նույնը նաեւ Հայաստանի էլեկտրական ցանցերի դեպքում է։ Դրա տնօրենը նույնպես վարչապետի կուսակցության անդամ է։ The director of the electric network of Armenia is the member of Prime Minister Party. Այսինքն սա իշխանությունը կենտրոնացնելու դասական սցենար է։ Central, yes, but we didn't have some. Այո, բայց մենք մեր պատմության մեջ նման բան չենք ունեցել, գիտեք։ This is a threat to the democratic system in Armenia. Yes, yes. Սա վտանգ է Հայաստանի ժողովրդավարական համակարգի համար։ Սա հենց այն է, ինչ տեղի է ունեցել այլ երկրներում էլ։ Իսկ ձեր հորեղբայրը ենթադրում եմ, այսինքն շուտով ընտրություններ են լինելու, եւ դուք կուսակցություն ունեք։ Չգիտեմ հարցումներում ինչ դիրքում եք, բայց եթե դուք հաղթեք, ապա այն մարդը, որին հիմա փորձում են բանտարկել եւ ստիպել նահանջել, ձեր հորեղբայրը, կարող է նաեւ դառնալ վարչապետ, ճիշտ է։ Նա առաջադրվում է այդ պաշտոնի համար։ Is he running for that? He's running for Prime Minister. Նա առաջադրվում է վարչապետի պաշտոնի համար։ Ըստ հարցումների մենք առաջատար ենք, ընդդիմությունը առաջատար է, կառավարությունն ու վարչապետը դա գիտեն։ Knows about this. The Prime Minister knows about this. Հիմա արդեն ամեն ինչ ավելի հասկանալի է դառնում։ Ձեզ էլ էին փորձում ձերբակալել, այդպես չէ։ They came to my house. They wanted to arrest me. Այո, եկել էին իմ տուն, ուզում էին ձերբակալել ինձ։ Հատուկ ջոկատայինները ներսում էին եւ մոտ 5-6 ժամ անց ինձ ազատ արձակեցին։ 6 hours they released me. Yes. Լսել եմ այն պատմության մասին, որ երբ եկել էին ձեզ ձերբակալելու, ստիպված էին սպասել, որովհետև ձեր կինը պատրաստվում էր։ Interesting story. We are Այո, հետաքրքիր պատմություն է։ Մենք շատ խաղաղ եւ հարգալից ժողովուրդ ենք։ Երբ հատուկ ջոկատայինները եկան տուն, կինս երկրորդ հարկում էր։ Նրանք ասացին, որ պետք է վերահսկողություն հաստատեն տան վրա եւ սկսեն հետաքննությունը։ Ես ասացի, որ նա պատրաստվում է։ Նրանք դիմակներով, զենքերով կանգնած պատասխանեցին. «Լավ, կսպասենք»։ Մոտ 20 րոպե սպասեցին, հետո ասացին. «Կներեք, կարող եք նրան ասել, որ ավարտի»։ Ես ասացի. «Դուք ասեք»։ Նրանք պատասխանեցին. «Չենք կարող, որովհետեւ նա մեզ վրա բղավում է»։ yeah, masks and machine guns. They say, okay, we'll wait. And they were waiting like 20 minutes. And they said, sorry, can you ask her to finish? I said, you can ask. And they said, no, we can't because she's shouting at us. Ես սիրում եմ ձեր երկիրը։ A gentleman is... Այո, իսկապես ջենտլմենը ամենտեղ ջենտլմեն է։ Ընդհանրապես այդպես չեն ձերբակալում, չէ՞։ Այսինքն ուրիշ առաջնորդների հետ այդպես չեն վարվել։ Օրինակ Իմրան Խանին ձերբակալեցին շատ վատ ձևով, հրապարակային, քաշելով նրան։ Դրա համար էլ շատ մարդիկ դուրս եկան փողոց ու մեծ բողոքի ակցիաներ սկսեցին։ Նա երկրի վարչապետն էր, շատ հարգված եւ սիրված, բայց նրան գրեթե փողոցով քաշեցին եւ արդյունքում եղան զանգվածային ցույցեր։
Այդ դեպքում ինչպես եք պատրաստվում պայքարել դրա դեմ։ Եթե նա կենտրոնացնում է իշխանությունը եւ չի հետևում երկրի օրենքներին, չեք անհանգստանում, որ եթե դուք առաջատար եք հարցումներում, նրանք կարող են ինչ-որ ձև գտնել, ինչ-որ իրավական սողանցք եւ անել ձեզ հետ այն, ինչ արեցին Թրամփի կամ մյուսների հետ։ Կրկին ձերբակալել ձեր հորեղբորը ձեզ կամ գտնել որևէ այլ միջոց ձեզ որակազրկելու համար։ Նրանք կարող են ինձ ձերբակալել, կարող են ձերբակալել մեր կուսակցության բոլոր անդամներին, բայց մեր հասարակությունը, մեր ժողովուրդը չի ցանկանում, որ նա շարունակի լինել վարչապետ։ Մարդիկ ցանկանում են նոր առաջնորդություն։ Նրանք ուզում են տնտեսության վրա հիմնված առաջնորդություն, որը կլուծի երկարաժամկետ խաղաղության հարցը։ Նոր ղեկավարությունը պետք է կարողանա ապահովել խաղաղություն մեր տարածաշրջանում, բերել բարգավաճում, ստեղծել նոր հարաբերություններ նոր երկրների հետ, եւ սա է մեր հիմնական նպատակը։ Մեր հասարակությունը պատրաստ է դրան, սպասում է դրան։ Հիմա մենք տեսնում ենք, որ այս առաջնորդը կանգնած է ընտրության առաջ։ Կամ նա կգնա լիակատար ավտոկրատիայի ճանապարհով, որը չեմ կարող ասել ինչպես, բայց չի կարող երկար շարունակվել առանց հասարակության եւ ժողովրդի աջակցության։ Այդ դեպքում նա չի կարող լինել երկարաժամկետ առաջնորդ մեր երկրում։ Կամ նա թույլ կտա, որ մենք մասնակցենք ընտրություններին։ Ինքը եւս կմասնակցի ընտրություններին եւ տեղի կունենա իշխանության փոփոխություն։ Government, non-population, non-society support, he will not be long-term leader in our country. Or he will let us to take part on election, he will take part on election and do like change the government. Ձեր կարծիքով ո՞ր ճանապարհը կընտրի։ Because it's institution. Այո, որովհետև դա ինստիտուցիոնալ գործընթաց է։ Մեզ անհրաժեշտ են այդ ինստիտուտները բարեկեցիկ պետություն լինելու համար։ Իսկ իրականում ո՞րը կընտրի։ I hope he will take the second. Հուսով եմ երկրորդը։ I think he will try the Կարծում եմ սկզբում կփորձի առաջինը, բայց վերջում կհասկանա եւ կանցնի երկրորդին։ Ես նաև կարդում եմ որոշ մարդկանց մասին։ Օրինակ, Սեյրան Օհանյանը, Արծվիկը եւ Արթուրը նույնպես մեղադրվում են ըստ շատերի քաղաքական պատճառներով։ Seyran, Ohanyan, Artvik and Arthur indicted as well for what people saying are political reasons. Որպեսի պատկերացնեք, 4 արքեպիսկոպոսներ եղել են բանտում։ Արքեպիսկոպոսներին է բանտարկել։ 4 արքեպիսկոպոս բանտում էին։ Հայաստանում տեսեք, այսպիսի իրավիճակ է։ Պատկերացրեք ձեր երկրում թմրանյութերի հետ կապված հանցագործությունները 8 տարվա ընթացքում հնդգապատկվել են։ Մեր երկրում թմրանյութերի հետ կապված հանցագործությունները 5 անգամ աճել են։ Ինչ պետք է անել, եթե դուք ոստիկանություն ունեք, ինչպես կվարվեիք, ինչ կանեիք։ Կուղարկեիք ոստիկանությանը թմրամիջոցների հետ կապված խնդիրները քննելու, այո, դա լավ գաղափար է։ Գիտեք նա ինչ արեց։ Նա ոստիկաններին ուղարկեց եկեղեցի։ Ոստիկանները գնացին եկեղեցի։ Yes, it's a good idea. Do you know what he have done? He sent them to church. The policeman to church. Այսինքն թմրանյութերի խնդրի վրա կենտրոնանալու փոխարեն նա կենտրոնանում է իշխանությունը կենտրոնացնելու վրա։ 5 times. Այո, նրա կառավարման ընթացքում թմրանյութերի խնդիրը 5 անգամ աճել է, իսկ նա պայքարում է քահանաների դեմ։ Քահանաները, ովքեր շատ համեստ, խոնարհ մարդիկ են, եւ նրանց հետ խոսում ես, կարծես նրանք աշխարհի ամենաբարի մարդկանցից են, եւ ես չեմ հասկանում, թե ինչու է նա ընտրել այս ճանապարհը։ They are like when you talk with them, they are the most kind people in this world, you know? And I don't know why he's going this way. Անկեղծ ասած, սա ինձ անհանգստացնում է, նույնիսկ հաշվի առնելով, որ ես այս երկրում եմ, տեսնելով, թե որքան ագրեսիվ է նա։ Այո, դա իսկապես մտահոգիչ է, հաշվի առնելով, թե որքան կարևոր է Հայաստանը համաշխարհային խաղաղության համար, Հարավային Կովկասի համար, ինչ մեծ դեր ունի այն, կապելով հարավը, արևելքը, արևմուտքը եւ հյուսիսը։ Կարելի է ասել ամբողջ աշխարհը այդ մեծ միջանցքի միջոցով, եւ նաեւ որքան կարևոր է այն որպես այլընտրանք, եթե Իրանը շարունակի ապակայունացվել։ Սրան ավելացնենք նաև ձեր դառը պատմությունը, այն ամենը, ինչ պատմականորեն վերապրել է Հայաստանը, եւ այն, թե որքան հրաշալի ժողովուրդ եք դուք։ Ձեզ հետ խոսելով տեսնում եմ, որ դուք շատ պրագմատիկ մարդ եք, շատ անմիջական։ Իսկ ձեր հորեղբայրը թվում է ել ավելի անմիջական մարդ է։ Ես նույնիսկ լսել եմ պատմություններ նրա արած կատակների մասին եւ այլն։ Կարծում եմ նրա փաստաբանն ինձ ասաց, որ սովորաբար փաստաբանը պետք է լինի այն մարդը, որը հանգստացնում է իր վստահորդին, բայց այստեղ կարծես հակառակն էր։
Փաստաբանն էր զայրացած։ Ինչ է կատարվում, ինչ է լինելու, ինչ ենք անելու։ Իսկ ձեր հորեղբայրը այն մարդն էր, ով ասում էր. «Մի անհանգստացիր, ամեն ինչ լավ է լինելու»։ Այսինքն նա պարզապես այնպիսի մարդ է, ում իսկապես շատ հաճելի կլիներ հանդիպել։ Այո, իրոք շատ լավատես է։ Ես հավատում եմ ժողովրդավարությանը եւ իրապես հուսով եմ, որ այն կգերակայի ձեր երկրում։ Եվ մարդիկ կկարողանան ընտրել այն, ինչ ուզում են։ Նարեկ, ես իսկապես շատ հաճույք ստացա այս զրույցից։ Ձեր հյուրընկալությունը իմ այցելության ընթացքում բացառիկ էր եւ շատ հաճելի էր ավելի լավ ճանաչել ձեր երկիրը։ Հուսով եմ հաջորդ անգամ, երբ հանդիպենք, դա կլինի ավելի բարենպաստ պայմաններում։ Գուցե նստենք միասին, ես, դուք, վարչապետը։ Դա շատ ավելի լավ կլինի։ Հարավային Կովկասի Սինգապուրը կամ Դուբայը։ Հաջորդ անգամ կխոսենք Հայաստանում ԱՄՆ ներդրումների մասին։ I think our friends Եվ կարծում եմ, որ մեր ընկերները, ինչպես ձեր, այնպես էլ մեր, կդառնան այդ ներդրումների մի մասը մեր երկրում, որովհետև Հայաստանը կդառնա բիզնեսի եւ հնարավորությունների երկիր։ Շնորհակալություն, Մարիո, շատ շնորհակալ եմ ինձ նման հնարավորություն տալու համար։ Նարեկ, մենք հենց նոր ավարտեցինք հարցազրույցը եւ ձեր փաստաբանը մի բան ասաց, որը ինձ համար շատ ապշեցուցիչ էր։ Մինչդեռ դուք կարծես արդեն սովոր եք դրան։ Կարծում եմ արժե դա ասել տեսախցիկի առաջ։ Թույլ տուր կրկնեմ նրա ասածը։ Ես կատակով ասացի, հուսով եմ ձեզ չեն ձերբակալի, քանի որ դուք շատ բարի մարդ եք։ Իսկ ձեր փաստաբանը պատասխանեց. ոչ, Նարեկին հավանաբար 1 ամսվա ընթացքում կձերբակալեն։ Ես հարցրեցի, ինչպես, կարող եք դա իմանալ, կարող եք բացատրել, թե ինչ է դա նշանակում։ Մեր երկրում սովորաբար այն քաղաքական գործիչները, որոնք անհանգստացնում են վարչապետին, հայտնվում են բանտում։ Հարցումները ցույց են տալիս, նրանք տեսնում են, որ մեր կուսակցությունը հաղթելու է ընտրություններում։ Այդ պատճառով մենք տեղեկություններ ունենք, որ պատրաստվում են ձերբակալել մեր կուսակցության որոշ անդամների, մեզ թույլ չտալու համար մասնակցել ազատ ընտրություններին եւ նախընտրական գործընթացներին։ That's why there are some information and we know that they are preparing to arrest some of the members of our party not to let us to take part on free election. To take part of a pre-election period like processes. Ներառյալ ձեզ։ Ներառյալ ինձ։ Դուք կուսակցության առաջնորդ եք։ Samuel Karapetyan is Կուսակցության առաջնորդը Սամվել Կարապետյանն է։ Ես կուսակցության անդամներից մեկն եմ եւ ղեկավար կազմի ներկայացուցիչ։ Այսինքն առավել ակտիվներից մեկն եք, հատկապես հիմա, երբ նա տնային կալանքի տակ է։ What charges when you say arrest you? Based on what charges? you know they can charge is not Գիտեք, մեղադրանքներն այնքան էլ կարևոր չեն, որովհետև ինչպես տեսանք, մարդկանց ստանում են բանտ, այսինքն գործընթացը 3-4 ամիս շարունակվում է։ Հետո ասում են, որ որևէ մեղադրանք չկա, բայց դու արդեն բանտում ես։ Այսինքն նրանք քեզ հեռացնում են քո գործերից, քո առաքելությունից, քո տնից, քո ընտանիքից, բայց դրա համար ոչ ոք որևէ պատասխանատվություն չի կրում։ usually they take people to jail Սովորաբար մարդկանց ձերբակալում են եւ 4-5 ամիս անց ասում, որ որևէ մեղադրանք չկա։ any charge. Այսպիսով իրավական համակարգը թույլ է տալիս ինչ-որ մեկին բանտարկել որոշակի ժամկետով առանց մեղադրանք առաջադրելու։ There is a charge. Այո, սկզբում մեղադրանք ներկայացվում է, հետո այն հանվում է։ Yes. Okay, so that's Եվ դուք կարծում եք, որ դա կարող է տեղի ունենալ ընտրություններից առաջ։ Yes. Այո, կարծում ենք, որ հենց այդպես էլ կլինի։ Ո՞րն է ձեր լուծումը, եթե դա տեղի ունենա։ We are ready for it. Մենք պատրաստ ենք դրան։ Այսինքն դուք ունեք թիմում բավարար քանակի անդամներ եւ ինչ որ մեկը կփոխարինի։ Can't jail. Նրանք չեն կարող մեր ամբողջ հասարակությանը, մեր հասարակության մեծ մասին բանտարկել։ Մեր ժողովրդի մեծ մասը դեմ է վարչապետի քաղաքականությանը։ Իսկ ընտրությունները Հայաստանում ազատ ու արդար են։ Չեք անհանգստանում ընտրությունների միջամտությունից։ Ընտրությունները ազատ են, ընտրությունները Հայաստանում ազատ են։ Այսպիսով ոչ մի անհանգստություն ընտրություններին միջամտելու հետ կապված։ Ոչ, մենք կարող ենք ունենալ նախընտրական ճնշումներ։ Ընդդիմադիր տեղական շատ առաջնորդներ կարող են բանտարկվել, բայց ընտրական շրջանը արդար է։ Արդար է եղել մինչև այս։ Այսինքն եթե դուք իշխանության գաք, եթե ձեր հորեղբայրը դառնա վարչապետ, ինչ կլինի այդ դեպքում։ Որքան լավ եք ճանաչում վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որքան լավ եք նրան ճանաչում։ Ես մի քիչ միամիտ մարդ եմ, որը ցանկանում է, որ մարդիկ հանդիպեն եւ ամեն ինչի համար ինչ որ դիվանագիտական լուծում գտնեն։ Հիշում եմ նույն բանն էի ասում նաեւ Պակիստանի դեպքում։ Ասում էի պարզապես հանդիպեք, գտեք ինչ որ համաձայնություն, որը գուցե կատարյալ չլինի։ Դուք երբևէ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել եք ինչ որ գործարք կամ պայմանավորվածություն։ Եվ եթե դուք իշխանության գաք, այդ դեպքում ինչպիսին կլինի իրավիճակը։ The strength of politician Իրական քաղաքական գործչի ուժը նրանում է, որ նա կարողանա տեսնել իր անձնական շահերից վեր։ far from his nose, far to be up
from his head, let's say. Նկատի ունեք վեր լինել վրեժխնդրությունից։ If you want to have a Եթե դուք ցանկանում եք ունենալ երկիր, պետություն, որն ունի ինստիտուցիոնալ հիմք, ոչ թե ձեր կամքը, իմ կամքը, որ ոչ թե յուրաքանչյուր պետական առաջնորդ բանտարկվի ապագայում, դուք պետք է չանեք այն, ինչ նա է արել։ jailed in future, you must not do what he has done. Այսինքն դուք ասում եք, որ այն իրավական ամենաթողությունը, որին դուք բախվում եք, մի բան է, որը դուք չեք անի, երբ իշխանության Do գաք։ that, it's a strength. Մենք դա չենք անի։ Սա է իրական քաղաքական գործչի ուժը։ Դա չանել, ստեղծել իրական, երկարաժամկետ, կայուն ժողովրդավարական երկիր, այնպիսի ինստիտուտներով, որոնք գործում են անկախ ղեկավարների փոփոխությունից, եւ ինստիտուտներ, որոնք աշխատում են անկախ նրանից, թե ով է կառավարիչը կամ ով է վարչապետը։ Like changing heads of government and institutions that are working beside the name of the governor, beside the name of the prime minister. Համակարգը վեր է անձանցից։ Yes, Այո, sir. Այո, ինչպես նաև դա ձեր արժեհամակարգի մի մասն է, որպես քրիստոնյա։ Yes, we think that if you are doing this, Այո, մենք կարծում ենք, որ եթե դուք անում եք սա, դուք բացում եք մի դուռ, որտեղ վերջ չկա։ Գիտեք, այդպես ամեն անգամ ամեն հաջորդ առաջնորդ կբանտարկի նախորդ առաջնորդին։ take to jail previous leader. Այո, այդպես դա դառնում է սովորական երևույթ։ Երբ քաղաքական նպատակներով իրավական հետապնդումը դառնում է երկրի քաղաքական մշակույթի մի մաս։ And what is very important. Եվ մեզ համար շատ կարևոր է սահմանել Հայաստանում 2 ժամկետով պաշտոնավարման սահմանափակում։ Որքան է վարչապետի պաշտոնավարման ժամկետը ներկայում։ Կարծես թե նա կարող է լինել վարչապետ մինչև իր կյանքի վերջը։ Ժամկետի սահմանափակում չկա։ Ոչ, ժամկետի սահմանափակում չկա։ Ամեն ժամկետը քանի տարի է, 4 տարի, 5 տարի։ 5 տարի։ And here this is a Այո, եւ այստեղ սա մեծ խնդիր է։ Մենք պետք է սահմանենք 2 ժամկետով պաշտոնավարման սահմանափակում, որովհետեւ ժողովրդավարության, կայուն ժողովրդավարական պետության համար դա անհրաժեշտ է։ Մեզ պետք է հենց 2 ժամկետի սահմանափակում։ 2 terms. Ես լիովին համաձայն եմ։ Ես կիսում եմ ձեր արժեքները 100%-ով։ Դուք բառացիորեն խոսում եք այն բաների մասին, որոնց մասին ես մշտապես հրապարակայնորեն խոսում եմ։ Ես հավատում եմ ժողովրդավարությանը, հավատում եմ պաշտոնավարման ժամկետների սահմանափակմանը եւ հավատում եմ համակարգերին մարդկանցից վեր։ Նույնիսկ եթե առաջնորդը շատ լավն է։ Ես միշտ ասել եմ լավ է, բայց ինչ է լինելու, երբ առաջնորդը կոռումպացվում է։ Գիտեք, երբ առաջնորդը կամ ապականվում է, գիտեք, իշխանությունը ապականում է, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակապես։ Brutal, horrible leader destroyed the empire, and that's the problem of autocracy. When you have systems, it's checks and balances. So no human, with their imperfections as a human, has power. So I share your values, absolutely share your values. And as you told, the great Եվ ինչպես դուք ասացիք, հռոմեական մեծագույն կայսրերը, օրինակ Մարկոս Ավրելիոսից առաջ, ինչպես Տիբերիոսը եւ մյուսները, իրենց հաջորդներին չէին փոխանցում իշխանությունը ընտանիքի ներսում։ Նրանք ընտրում էին նոր մարդկանց, սենատի լավագույն ներկայացուցիչներից։ Պատմության այդ շրջանը հուշում է որպես 4 փայլուն կայսրերի ժամանակաշրջան։ Իսկ այդ շրջանն ավարտվեց Մարկոս Ավրելիոսով, որովհետև գահը ժառանգեց նրա որդին։ brilliant emperors. And this period ended with Marcus Aurelius and his because his son was inherited the throne. Very good point. Շատ լավ տեսակետ է։ Դա շատ լավ դաս է պատմությունից։ Երբ առաջնորդները ընտրում էին արժեքների հիման վրա, թե ով է լավագույնը առաջնորդ լինելու համար։ Կայսրությունը ծաղկում էր։ Առաջնորդը իշխանությունը հանձնում էր որդուն։ Ընտանիքավարությունը հանգեցնում էր կայսրության փլուզմանը։ Դա իսկապես շատ լավ օրինակ է։ Եվ ես որպես դիտորդ, որպես օտարերկրացի, որը սիրում է Հայաստանը եւ սիրում է ժողովրդավարությունը, նորից կասեմ, հույս ունեմ, որ դուք հաջորդ ամիս բանտ չեք գնա։ Դա ամենակարևորն է։ Դուք այնքան բայրացական մարդ եք քաղաքականությունը մի կողմ թողնելով։ Եվ հույս ունեմ, որ ձեր կուսակցության որևէ անդամ էլ չի հայտնվի բանտում։ Եվ հույս ունեմ, որ Նիկոլ Փաշինյանի հետ ինչ-որ համաձայնություն, ինչ-որ լուծում կգտնվի, որը թույլ կտա, որ ժողովրդավարությունը խաղաղ ճանապարհով հաղթի։ Եվ կրկին ես պարզապես դիտորդ եմ, բայց շատ կուզենայի նստել նրա հետ եւ խոսել, այնպես ինչպես ձեզ հետ խոսեցինք, որովհետեւ ես իսկապես կուզենայի, որ Հայաստանը դառնա հարավային Կովկասի ադամանդը։ Կարծում եմ այդ ներուժը կա, բայց կրկին շնորհակալ եմ, որ վերադարձաք այս փոքր հատվածը նկարելու համար, որովհետեւ ես իսկապես չեմ ուզում, որ դուք մեկ ամսից բանտում հայտնվեք։ Իրոք չեմ ուզում։ Շնորհակալություն։ Thank you. Thanks.